Մեկը այսպես։ Երաժիշտ Վահան Արծրունուն օրերս հրավիրել են ազգային անվտանգության ծառայություն, թե ինչ գործի շրջանակում եւ ինչ կարգավիճակում երաժիշտն ասում է տեղյակ չէ։ Արծրունու պնդմամբ ԱԱԾ-ի աշխատակիցն իր հետ հեռախոսազրույցում միայն վստահեցրել է, որ օրենքի խախտում չկա եւ իրեն պարզապես զրույցի են հրավիրում։ Կանոնին զարմացրեց, որ հեռախոսազանգով արդյոք կարելի է հանդիպել, շատ կիրթ ձևով, շատ սիրալիր ձևով պնդեց միևնույն է, ասաց, որ ընդամենը կես ժամ կխլի իմ ժամանակից դա, որ 1-2 հարց ունեմ ինձ տալու։ Երաժշտի խոսքով նախ իրեն խնդրել են անջատել բջջային հեռախոսը, ապա հարցեր տվել հիմնականում Արծրունու քաղաքական հայացքների եւ մասնավորապես ընդդիմադիր հիմնադիր խորհրդարանի հետ հնարավոր առնչության վերաբերյալ։ Ձեր կապերը, օրինակ, հիմնադիր խորհրդարանի կազմի հետ, անդամների հետ, դարձուկ եղել եք խորհրդի խորհրդում, հայտնի իրադարձությունների ժամանակ։ Քաղաքական հարցերից բացի ըստ Արծրունու հնչել է նաև իր անձնական կյանքին վերաբերող 2 հարց։ Առաջինը, թե ինչպես է վաստակում ապրուստը, եւ երկրորդն արդեն ընտանիքի անդամների մասին։ Ձեզ հրավիրում են ազգային անվտանգություն առանցանցագրի, դրից սկսում է նրանից, թե որոնք են ձեր քաղաքական հայացքները եւ կապերը եւ ավարտվում է նրանով, որ դուք ձեր տանը 2 փոքր երեխա ունեք, հա։ Այսինքն այս ներքին տրամաբանությունը իմ մոտ առաջացրեց անհանգստություն։ Կասկածներից հետո, թե ինքը գործ ունի անօրինական հրավերի հետ, արդեն 3 երաժիշտը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, որի գրասենյակի իրավաբանից տեղեկացել է, որ առանց ծանուցման եւ իր կարգավիճակի հստակեցման, ապա նաեւ առանց արձանագրություն կազմելու իրեն իրավունք չունեին հրավիրելու ազգային անվտանգության ծառայություն։ Օմբուդսմենի գրասենյակը խոստացել է զբաղվել հարցով։ Մինչ օմբուդսմենի պատասխանը իրավապաշտպան Արթուր Սաքունցը վստահեցնում է, ԱԱԾ-ի գործողությունը որևէ իրավական նորմով չի կարող հիմնավորվել եւ հակաօրինական է։ Իրավական բոլոր նորմերի խախտմամբ անձի նկատմամբ հոգեբանական ճնշման եւ բռնության տիպիկ արտահայտում եւ նաեւ սպառնալիք, այն որ նշել են նրա բնակության գտնվելու վայրի եւ անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը, դա ուղղակի սպառնալիք է։ Իրավապաշտպանը հարց է բարձրացնում, արդյոք հիմնադիր խորհրդարանին վերաբերող որևէ գործ չքննող ազգային անվտանգության ծառայությունը ընդդիմադիր այդ կառույցի գործունեությունը համարում է անօրինական, եթե հարցաքննում է հիմնադիր խորհրդարանի անդամների հետ առնչություն ունեցող անձանց։ Ուրեմն ցանկացած քաղաքացի, որը հանդիպել է հիմնադիր խորհրդարանի անդամների հետ, Սյուզան Սիմոնյանի հետ եմ բազմիցս հանդիպել, հիմնադիր խորհրդարանի շատ անդամների հետ եմ հանդիպել, եւ դրանում նրանք գտնում են, որ կա հակաիրավական ինչ-որ գործողություն։ Այսօրվա ընթացքում մեզ չհաջողվեց կապ հաստատել ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հետ, մինչ այդ իրավապաշտպանը պնդում է, ժամանակն է, որ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանի, թե մասնավորապես ինչ հարցերով է զբաղվում։ Գործողությունը պետք է ուղղված լինի ոչ թե քաղաքական հայացքների հիմքով մարդկանց դեմ, այսինքն քաղաքական անդիմադիրների եւ քաղաքացիական ակտիվիստների ու լրագրողների դեմ զբաղվի, այլ իրապես պետք է զբաղվի ազգային անվտանգության հարցերով։ Իսկ այդ հարցերը ազգային անվտանգության խնդիրներ չեն։